Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ը տեսակապի միջոցով զրուցելու է քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Առաքելյան, Հայաստանում գրանցվեց Սամվել Կարապետյանի կուսակցությունը, որը ամիսներ շարունակ քաղաքական դաշտում ակտիվություն էր դրսևորում շարժման տեսքով, եւ կուսակցության անունը զարմանալիորեն համընկնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2021 թվականի ընտրությունների կարգախոսի հետ դեպի ուժեղ Հայաստան։ Ձեր դիտարկումները, որոնք են դուք առհասարակ տեսնում եք, որ սա նոր ուժ է, թե ընդհանրապես նախկինների հետ ինչ-որ առնչություն ունի։ Գիտեք, շատ մեղկալով եմ, ճիշտ ասած, դիտարկում այդ մարդկանց, որոնք որ ստիպված են այսօր իրենք ինչ-որ անել այն գործողությունները, որոնք որ ես գրեթե համոզված եմ, որ իրենք ոչ մի պարագայում չէին ուզենա անել։ Պարզապես կարգավիճակը այնց է, որ դու չես կարող լինել Ռուսաստանում հարուստ կամ ինչ-որ բանի տեր մարդ, որը որ կարող է ինքը որոշումներ ընդունել եւ ինքը իր գործունեությունը ծավալել։ Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում նրա մասին, որ թե Սամվել Կարապետյանի առջև, թե Ռուբեն Վարդանյանի, թե բազմաթիվ ուրիշ հայ ազգի ներկայացուցիչներ, որոնք որ աշխատել են, իրենց հարստությունը դիզել են Ռուսաստանում, այսպես ասած, իրենք դրվել են մի պայմանի առջև, որ այսօր դուք պետքա ծառայեք մեր կայսրությանը, դուք պետքա որոշակի գործողություններ անեք այն, ինչ որ ձեզ կհրահանգվի եւ իրենք պարզապես դրել են ընտրության առջև, կամ դու կկորցնես թե ունեցվածքը, թե ազատությունը, թե այն ինչ որ այս տարիների ընթացքում կուտակել ես, դիզել ես, կամ պետք է անես այն ինչ որ մենք քեզ կկարգադրենք։ Իսկ իրան կարգադրվել էր, դա իմ սեփական կարծիքն է։ Իսկ իրեն կարգադրվել էր, որ ինքը պետք է ինչ որ քաղաքական ուժ ստեղծի, ինքը պետք է փորձի հերթական անգամ տապալել այն քաղաքական համակարգը, որ այսօր գործում է Հայաստանում, քանի որ այդ քաղաքական համակարգը չի համընկնում այն պատկերացումների հետ, որոնք որ այսօր Ռուսաստանում կան Հայաստանի հանդեպ։ Եվ այդ մարդիկ իրենք ստիպված են, թեպետ կարծում եմ նաև իրենք հիմար մարդիկ չեն, իրենք բավականին խելացի, եթե կարողացել են ինչ-որ մեծ ունեցվածքի տեր դառնալ, ապա համենայն դեպս հիմար չեն, բայց իրենք նույնիսկ միգուցե հասկանում են, որ այդ իրենց ջանքերը ոչ մի նպատակի վերջնական Հայաստանում չի հասնի, բայց այնուամենայնիվ ստացել են կարգադրանքը եւ կատարում են այդ կարգադրանքը։ Հիմա ստեղծեցին կուսակցություն, ստեղծեցին ինչ-որ մի հարթակ, որով որ կարող են ինչ-որ իրենց պատկերացմամբ մրցակցություն կազմի, որը որ կարող է մրցակցություն կազմի գործող իշխանության հետ, եւ հեն էլ ասեմ, որ ինձ նույնիսկ թվում է, որ այդ ամեն ինչը չի էլ ֆինանսավորվում, իրենց կարգադրում են, որ դուք ձեր ֆինանսներով այդ ամեն ինչը պետք է անեք, ծառայեք մեր կայսրությանը, ծառայեք այն ռեժիմին, որը որ այսօր Ռուսաստանում է, ինչը որ իրենք կատարում են։ Հա, ստեղծեցին, համախմբվեցին նույն անցյալ ուրեմն դրածո նախագահների հետ եւ դա համընկնում չէր, որ նույն կարգախոսը, նույն ուրեմն անվանումը ընդունեցին, պարզ ցուցադրելով, որ հա, մենք ընդհանուր ուժ ենք, թեպետ իրենք տարբեր ինչ-որ հարցազրույցներում, բաներում, հա, նշում են, որ մենք մի ուրիշ ուժ ենք ստեղծում։ Կապ չունենք նախկինների հետ։ Հա, մենք ընդհանրապես կապ չունենք նախկինների հետ, բայց փառք Աստծո, մեր ժողովուրդը արդեն քիչ թե շատ սկսում է այդ ամեն ինչը տարբերել, հա, նոր ասում ճանճերին կոտլետներից սկսել են առանձնացնել ու տարբերել, հասկանալ ով է իրանից ինչ ներկայացնում իրականում
Եվ երբ որ ոմն միլիարդատեր Ռուսաստանից գալիս է, հիմա խոսքը ասենք նույն Ռուբեն Վարդանյանի մասին է, գալիս է ծառի տակ կանգնելով ասում է ես հրաժարվում եմ ռուսական անձնագրից, ես վերադառնում եմ հայրենիք, որտեղ ուրեմն քաղաքական գործունեություն ծավալելու, կամ նույն Սամվել Կարապետյանը, այն Սամվել Կարապետյանը, որը որ Ռուսաստանում ծպտուն անգամ չէր կարող հանել որևիցե պետական ատյանի հանդեպ, հա, որևիցե ինչ-որ քիչ թե շատ քաշ ունեցող մարդու, որը որ ներկայացնում է գործող իշխանությունը Ռուսաստանի, ինքը հանկարծ եկավ Հայաստան եւ ասեց, որ ոայ մենք ստեղ մեր ձևերով հիմա ամեն ինչը ուրեմն կարգի կբերենք, մեր ձևերով մեր հարցերը կլուծենք, ձեր հարցերն են միասին։ Հիմա այդ ամեն ինչը ջրի երեսում է, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք եւ ես ոչ թե չեմ կարծում, այլ համոզված եմ, որ դա ոչ մի ինչ-որ լուրջ փոփոխությունների Հայաստանում չի բերի։ Ընդհանրապես նման գործողություններով իրենք միգուցե դա չգիտակցելով, բայց իրենք ոնց որ ավելի շատ ամրապնդում են այն իշխանությունը, որը որ այսօր Հայաստանում գործում է եւ խաղում են այդ իշխանության ի օգուտ, քանի որ մարդիկ այսօր միայն այն վախից պատրաստ են աչք փակել ինչ որ իշխանության կողմից կատարած սխալների վրա, հա, ասենք միգուցե ինչ որ վրիպումների վրա, բայց միայն թե հանկարծակի այդ հները չգան, միայն թե այն իշխանությունը չվերադառնա, այն կայսերական դրածո նախագահների ներկայացուցիչները չվերադառնան, որպեսզի Հայաստանը նորից չընկնի այն ճահճի մեջ, որի մեջ եղել է այս 30 տարվա ընթացքում։ Եվ այդ գործողությունները, ասում եմ, միայն ամրապնդում են եւ տեղ չեն տալի որևիցե ուրիշ քաղաքական ուժին, որը որ կարող է ռեալ ինչ-որ կառուցողական քննադատականների վրա հիմնվելով լինել հակադիր ուժ գործող իշխանությանը։ Դա անհրաժեշտ է յուրաքանչյուր պետության մեջ, յուրաքանչյուր ժողովրդավար պետության մեջ դա անհրաժեշտ գործոն է, որ լինի ընդդիմություն, որը որ քննադատականներով, որը որ ճիշտ ինչ-որ իր կարծիքով միգուցե ճիշտ առաջարկներով փորձի ինչ-որ պետական համակարգը թե գործող օրենսդրությունը լավացնելու կամ ինչ-որ այսինքն քաղաքական կյանքը առաջ տանելու համար։ Հիմա իրանք այդ քաղաքական կյանքը փորձում են վերադարձնել հետ, այն ինչպես ասեցի, ճայթի մեջ, որտեղից մենք դուրս ենք եկել։ Իսկ ինչպես է օրինակ ստացվում ձեր կարծիքով, որ Հայաստանը փորձում են փրկել բոլոր այն մարդիկ, ում գրպանում մի քանի անձնագիր կա եւ որոնցից մեկը անպայման օրինակ Ռուսաստանի անձնագիրն է, եւ նույն այդ մարդիկ որևէ ձայն չեն հանում, երբ հենց այդ Ռուսաստանի քարոզիչները երկրում ռազմական օպերացիա անելու անհրաժեշտություն են տեսնում։ Խոսքը Սալավյովի հայտարարության մասին է, ծպտուն չեն հանում, երբ օրինակ Հայաստանի ինքնիշխանությունը ոմն դուգին կասկածի տակ է դնում, ասում է չպետք է համակերպվենք դրա հետ, բայց օրինակ անդրադառնում են տարբեր ինչ-որ մանր խնդիրների Հայաստանի հետ կապված, օրինակ ձեր կարծիքով սա աշխատող տարբերակ կարող է լինել։ Չէ, դե աշխատող գիտեք, ընդհանրապես այդ որ ինչ անձնագիր ինքը ունի, ինչ անձնագիր ինքը չունի, մենք տեսնում ենք բազում երկրներ կան, որտեղ որ նախագահ են ասենք ընտրում կամ վարչապետ են, ղեկավար են երկրի ընտրում, մի այլ երկրի քաղաքացու, հա, եւ ժողովուրդն է դա, այդ ընտրությունը կատարում է ժողովուրդը, էլեկտորատը։ Եվ ես անձամբ դրա մեջ կոնկրետ այդ փաստի մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, քանի որ վերջի վերջո ըստ ժողովրդավարական նորմերի ընտրություն է կատարել ժողովուրդը եւ օրենսդրությունը, որը որ մեր մոտ կոնկրետ արգելում է նման ինչ-որ պրակտիկա, ինչ-որ
ձևով ինքը հակասում է ժողովրդավարությանը, քանի որ եթե ժողովուրդը ընտրություն է կատարում, որ պետք է ընտրի ոմն երկրորդ երկրի քաղաքացուն անձնագիր ունեցող մարդուն իբրև երկրի ղեկավար, ապա ժողովրդի կամքը պետք է օրենք լինի եւ պետք է գերադասի ավելի շատ, քան թե ասենք նույն կանոնադրությունը կամ եւ այլն։ Բայց Հայաստանի պարագայում դա վտանգ է իր մեջ պարունակում, քանի որ մենք ունենք մեր հայրենակիցների հսկայական զանգված Ռուսաստանում, Ռուսաստանը դա տոտալիտար երկիր է, համապատասխան քարոզչությամբ, համապատասխան ինչ-որ կանոնակարգով եւ այլն, եւ այդ մարդիկ իրենք բավականին լուրջ ուժ եւ ճնշում կարող են գործադրել նույն մեր էլեկտորատի վրա եւ ինչ-որ տարբեր ձևերով, այն ձևերով, ինչպես ասենք նույն Վրաստանում դա տեղի ունեցավ, գալ իշխանությանը։ Դա է միայն այդ պարագան, հա, որ հիմա Հայաստանում դեռ արկա է։ Այն ինչ որ վերաբերվում է նույն Սոլովյովին կամ նամանավանդ Դուգինին, նախ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն բանի վրա, որ իրանք ասես միանվագ ձևով, մի քանի օրվա տարբերություն է, չէ՞, իրանք հայտարարությունները, հա, եւ որպեսզի հասկանանք թե ինչ է տեղի ունենում, մի հատ պետք է նախ ճանաչենք այն փաստը, որ թե Սոլովյովը, թե Դուգինը, նո, Սոլովյովը մենք գիտենք, հա, որ Սոլովյովը ինքը շատ կարկառուն պրոպագանդիստ է, իսկ Դուգինը նամանավանդ ինքը Պուտինի գաղափարակիրն է, եթե տենց խոսք կարելի է օգտագործել, հա, այսինքն շատ հարցերում տենց ինֆորմացիա կա տարբեր ինչ-որ աղբյուրներում, որ Պուտինը շատ հարցերում լսում է Դուգինի ասածները եւ փորձում է դա իր քաղաքականության մեջ կիրառել։ Եվ այսպես միանվագ իրենք փորձեցին սկզբից մեկը ինչ-որ արտահայտվեց այդ թեմայով, որ ինչու ոչ մենք կարող ենք ռազմական կերպով գրավել Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, այնտեղ խոսք գնաց նաեւ միջին Կենտրոնական Ասիայի պետությունների մասին, հա, նույն Վրաստանի կամ Ադրբեջանի, մի խոսքով հին սովետական այդ ռեսպուբլիկաների հետ կապված էր դա հիմնականում եւ դրանից մի քանի օր անց նույն մոտավորապես նույն գաղափարները հնչեցրեց Դուգինը եւ այստեղ պետք է հասկանալ, որ ըստ երևույթի իրենք այսպես ասած ատամ են գտնում եւ փորձում են մի հատ շոշափել, թե ինչ արձագանք արդյոք կլինի այդ պետություններից, նո մասնավորապես նույն Հայաստանից, իրենց այդ հնչեցրած գաղափարների շուրջ։ Եվ իրենք արդեն մի անգամ իրենք բավականին դառը փորձ ունեն, որ իրենց պատկերացմամբ մինչև Ուկրաինայի վրա հարձակվելը, իրենք կարծում էին, որ Ուկրաինայի ժողովրդի 80%-ը պատրաստ է ուրեմն հաց ու աղով ու ծաղիկներով ընդունել իրենց զինվորներին եւ իրենք իրոք Ուկրաինան կարող են գրավել 3 օրվա մեջ։ Բայց իրենք հասկացան, որ դա այդպես չի եւ ընկան մի հատ հսկայական խնդրի մեջ եւ այդ խնդիրը արդեն 4 տարի է ինչ շարունակվում է ու իրենք ամենակարևորը հիմա արդեն այդ խնդրից դուրս գալու հնարավորությունը արդեն կորցրել են եւ նույնիսկ չեն պատկերացնում թե ինչպես կարող են ավարտել այդ պատերազմը այն ռազմական գործողությունները, որը որ Ռուսաստանը հիմա տանում է Ուկրաինայում, անհաջող են կամ շատ մինիմալ են կամ մի խոսքով նպատակներին իրանք չեն հասնում։ Հիմա իրենք նույն ինչ որ պրոյեկցիան, չեմ ասում, որ իրենք պատրաստվում են հենց հիմա հարձակմանը, բայց այդ մտքերը իրենց մոտ կան ու եղել են, կան եւ կլինեն այնքան ժամանակ, ինչքան որ գոյություն ունենա Ռուսաստանը այն կարգավիճակով, որոնք որ հիմա գոյություն ունի։ Եվ մենք ամենակարևորը պետք է դրան պատրաստ լինենք եւ պետք է ժամանակին նախ արձագանքենք, ինչը որ արվեց այս օրերի ընթացքում, հա, մենք տեսանք բազում քննադատականներ, ժողովրդի կողմից, տարբեր մեկնաբաններ եւ
ամենակարևորը քաղաքական գործիչները իրենք արտահայտվեցին այդ փաստերի վերաբերյալ, նույնիսկ շատ ծանր ինչ-որ խոսքեր հնչեցրեցին, ես ուզում եմ երեք բառացիորեն Ալեն Սիմոնյանը այնտեղ բավականին լուրջ, հա, հենց ասաց, որ ինչ-որ երևույթ է փայտիկի վրա, այդ ինչ-որ տեղի ունեցավ։ Ես կարծում եմ, որ իրենք գիտակցում են այն ռեալ վտանգը, դա ուզում եմ ասեմ, որ դա այդ ինչ-որ երևույթ չի փայտիկի վրա, դա պլանավորված, կազմակերպված ինչ-որ մի շոշափում էր, որը որ իրենք փորձեցին եւ իրագործեցին։ Հիմա իրենք տեսնում են, իրենք մոնիտորինգ են անում այն արձագանքը, որը որ Հայաստանում տեղի ունեցավ եւ ոչ միայն Հայաստանում։ Որ հասկանալ ինչ կարող են անել, այո։ Մենք տեսանք, որ նույն կենտրոնական Ասիայի, Ղազախստանի տարբեր ատյանների ներկայացուցիչներ, հա, սկսած բազապես ինչ-որ լրագրողներից վերջացրած քաղաքական գործիչներով նույնպես արտահայտվեցին ու նույնպես դա շատ վատ ընդունեցին նման խոսքերը եւ նոտաներ հնչեցվեցին, ինչպես նաեւ Հայաստանում։ Մի խոսքով, ասածս նաեւ, որ մենք պետք է նման ոտնձգություններին պատրաստ լինենք, պետք է գիտակցենք եւ հասկանանք, շատ անգամ մենք ասում ենք, որ դե մենք ընդհանուր սահման չունենք Ռուսաստանի հետ, գիտեք, մենք ունենք ընդհանուր սահման, մենք զորք ունենք ռուսական Հայաստանի մեջտեղում, հա, մենք մեր օդանավակայանի մի մասը տրված է ռուսներին եւ ռուսները ռազմական օդանավերով կարող են իջնել եւ ոչ մեկ իրենց չի կարող խանգարել այդ պարագայում, որտեվ իրենք են տիրապետում եւ մենք եզրակացություններ պետք է անենք այդ ամեն ինչից, մենք պետք է վերջի վերջո կամք արտահայտենք, որպեսզի ռուսական ռազմաբազան վռնդվի, հանվի Հայաստանից, ինչ որ նույնիսկ տարբեր պատրվակներ կան այդ ամենի համար, մենք կարող ենք դա անել, այսօր ոչ թե անհրաժեշտություն, դա վտանգ է Հայաստանի համար, 102-րդ ռազմաբազան Հայաստանում իր գտնվելը Հայաստանի համար սպառնալիք է, ինքը այդ բազան երբեք իր հայտարարված ֆունկցիաներին չի ծառայ, այսինքն ինչ-որ պաշտպանություն Հայաստանի, երբեք չի ծառայում եւ չի ծառայելու, մենք դա պետք է հասկանանք եւ ընդունենք, մենք պետք է հասկանանք, որ մենք Ռուսաստանի հետ ռազմական դաշինք պարզապես ֆիզիկապես չենք կարող ստեղծել ու պետք է այդ դաշինքից մենք օր առաջ թեպետ եւ սառեցված վիճակում է գտնվում, հա, ինչպես հայտարարվել է, բայց այդ հապկի կանոնադրության մեջ նման բաժին էլ չկա, նման խոսք չկա, որ կարելի է սառեցնել ինչ որ մասնակցությունը։ Այդ դաշինքից կամ դու մնացել ես այդ դաշինքում կամ պետք է դուրս գաս այդ դաշինքից։ Այդ գործողությունը, այդ կամքը մենք պետք է արդեն արտահայտենք։ Պարոն Առաքելյան, հասկանալի է, որ սպասվող ընտրություններում Ռուսաստանը անպայման իր հետաքրքրությունները կունենա ու հասկանալի է, որ դրանցից մեկն էլ հենց Սամվել Կարապետյանն է լինելու, անկախ նրանից թե ով կլինի իր թեկնածուն։ Հիմա այսօր օրինակ իր եղբոր որդին նախընտրական արդեն խոստումներ էր անում, 300,000 աշխատատեղ կլինի նոր, շրջարկից կազատվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, այլ չգիտեմ այնտեղ ինչ որ հացի փռեր եւ այլն, այսինքն իրենց այսպես ասած խաղադրույքը սոցիալական խնդիրներ լուծելն է լինելու Հայաստանում եւ դրանով են փորձելու ընտրողներին գրավել։ Ձեր կարծիքով սա ինչքանով իրենց կհաջողվի, արդյոք օրինակ այդ չգիտեմ տնտեսական, սոցիալական խնդիրների վրա ինչ որ խաղադրույք անելը Հայաստանում դեռ աշխատող տարբերակ է, որովհետեւ այս մեթոդին հենց նախկին իշխանություններն էին դիմում։ Ուղղակի այն ժամանակ, այսպես ասած, կանխիկով գումար էին բաժանում, հիմա մի փոքր բարեգործությունների տեսքով է նաև սա արվում։ Այդ Նարեկ Կարապետյանը չէ, որ ասում էր, որ դպրոցների փոխարեն ուրեմն պետությունը պետքա ուրեմն գործարաններ կառուցի, պետությունը պետքա գործարան կառուցի։ Դա նման абսուրդ արտահայտություն ընդհանրապես, հա, ես կյանքում չեմ լսել։ Պետության ֆունկցիան գործարան կառուցելը չի։ Պետության ֆունկցիան հենց դպրոց կառուցելն է եւ հարթակ ստեղծելն է, որպեսզի գործարար մարդիկ եւ բիզնեսը կարողանա անխոչնդոտ կերպով այդ գործարանները կառուցել։ Այն գաղափարախոսությունը
կներեք, որ իրենք հնչեցնում են, իրենց ինչ որ էս նախընտրական, այսպես ասած, ճառերում, դա անգրագետություն է։ Ես իմ մասնագիտությամբ տնտեսագետ եմ եւ ես պարզապես տեսնում եմ, որ իրենք իմ համար մեծ հարցական է, թե ընդհանրապես ոնց են իրենք կարողացել ինչ-որ տենց ունեցվածքի տեր դառնալ, հա։ Ну, Նարեկ Կարապետյանի դեպքում ես կարող եմ պատկերացնել, իր հայրիկը երկար տարիներ իշխանության մեջ է եղել եւ բնականաբար կերակրատաշտի կողքն է գտնվել եւ նույն Սամվել Կարապետյանը Ռուսաստանում ես չեմ կարծում որ Սամվել Կարապետյանը եթե աշխատեր ասենք չգիտեմ Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում ինքը նման հաջողությունների կարողանար հասնել ոչ ինքը հասել է այն հաջողությունների որոնք որ այն խաղի պայմաններում, որոնք որ գործում են Ռուսաստանում։ Իսկ Ռուսաստանում գործող խաղի պայմանները այն են, որ ժամանակին պետք է ուրեմն համապատասխան մարդկանց հետ կապեր հաստատես իշխանության մեջ, հա, ժամանակին իրանցից ինչ-որ պատվերներ կարողանաս ընդունել, ստանաս, իրանց լվացկատունը հանդիսանաս, այն ինչ որ տեղի է ունեցել եւ դրա մասին ինֆորմացիան դարձյալ կա եւ համացանցում եւ ամենտեղ թե որ թե Սամվել Կարապետյանը թե Ռուբեն Վարդանյանը իրենք պարզապես լվացկատուն են եղել կամ պորտման են եղել տարբեր ինչ որ բարձրաստիճան ռուս իշխանավորների ձեռքերում եւ իրենք իրենց այդ մեթոդոլոգիայով իրենք կարողացել են կառուցել իրենց ունեցվածքը եւ այդ նույն մեթոդոլոգիան իրենք բնականաբար փորձելու են եթե աստված չանի ասենք պատկերացնենք որ իրենք եկան իշխանության իրենք շարունակելու են անելու են այն ինչ որ արել է ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հա, իրենք օգտագործելու են իշխանությունը իրենց սեփական բիզնեսը, իրենց սեփական ունեցվածքը ել ավելի մեծացնելու համար, ել ավելի զարգացնելու ոչ թե պետությունը, այլ իրենց ֆինանսական հնարավորությունները։ Եվ դրա մասին էլ իրենք, տենց միգուցե ակնհայտ դա չի երևում, բայց դա էլի եմ ասում, ջրի երեսում է։ Այսինքն մեկ դրանով վարչապետ չեն աշխատի Հայաստանում։ Բնականաբար իրենք միտված են այն գաղափարներին, որ հեսա իշխանությունը որ ձեռք բերենք, իրենք մարդկանց ուրեմն ինչ որ մի փոքրիկ ինչ որ չեմ ուզում ծանր խոսքեր օգտագործել, ինչ որ մի բաժին կհասցնեն, հա, փոքրիկ ինչ որ սովից չմեռնեն, այսպես ասած, իրենց ընտրող զանգվածը, բայց մնացածը ծառայելու է իրենց համար, իշխանությունը ծառայելու է իրենց համար, իրենց հարստության, իրենց երեխաների, թոռների եւ այլն եւ այլն։ Այն ինչ որ մենք տեսել ենք, ելի եմ ասում, այս 30 տարվա ընթացքում այնքան շատ են քննադատում ներկայիս գործող իշխանությունը, բայց այդ քննադատականների մեջ ես չեմ ոչ մի ռեալ փաստ բացի դատարկ խոսքերից չի արձանագրվել այն ուղղությամբ, որ այսօրվա իշխանավորներից որևիցե մեկը լուրջ ինչ որ ֆինանսական գումարներ է տիրապետում, լուրջ ինչ որ ունեցվածքի տեր է դարել այս 7-8 տարվա ընթացքում, ինչ իրենք եկել են իշխանությանը։ Իրենք այդ նույն Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը կամ այսպես ասած օպոզիցիան, որը որ նստած է ուրեմն խորհրդարանում, իրենք մեծ հաճույքով նման փաստերը ի հայտ կբերեին, ցույց կտային ժողովրդին, բայց չկան, չեն կարողանում գտնել։ Եվ ստիպված են ինչ որ հորինված, ինչ որ հեքիաթներ, պարզապես ինչ որ իբրև թե ինսայդերական ինչ որ ինֆորմացիաներ են ժամանակ առ ժամանակ գցում, որ չեմ Փաշինյանը ինչ որ միլիարդներ ունի, իր կինը աննկա Ֆրանսիայում դղյակներ ունեն։ Հա, ինչ որ դղյակներ ունեն, բաներ ունեն եւ այլն, ինչը որ բնականաբար չի հաստատվում, դա իրականություն չի, դա պարզապես ինչ որ զանգվածի վրա փորձում են կաթեցնել այդ ինֆորմացիան, որ տեսեք, իրանք էլ են մեր նման, իրանք մեզանից լավը չեն,
իրանք էլ են մեր նման, իրանք էլ են թալանով զբաղված։ Հիմա ավելի լավ է մենք գանք, մենք թալանի ձևը ավելի լավ գիտենք, քան թե իրանք։ Դա իրանք գաղափարը։ Այնպես որ խոսալ նրա մասին, որ իրենք լուրջ ինչ որ ժողովրդի կողմից քվեք ստանան կամ ինչ որ սատարում կստանան, մենք տենում ենք իրանք սատարումը։ Իրենց հավաքած այդ ցույցերի ժամանակ վճարված խեղճուկրակ ինչ որ մարդկանց են հավաքում, վերնաշապիկներ են հագցնում, ինչ որ կեպիներ են բաժանում, ուտելիք են վերջում բաժանում, գումար են բնականաբար բաժանում, հա այդ մարդիկ գալիս են, կանգնում են, ասում են ձեռները բարձրացրեք, բարձրացնում են, ասում են իջացրեք, իջացնում են, բայց այդ մարդկանց որ հարցնում են, ասում են իսկ ինչի եք դուք ստեղ եկեք, կոնկրետ կարեք բացատրեք, ինքը չգիտի ինչ։ Նույնիսկ կանոնը լավ չեն հիշում, ում համար են եկել։ Այո, խոսալ նրա մասին Ռուսաստանին մնում է այն տարբերակը, եթե Ռուսաստանը իրոք ուզում է իշխանափոխություն կատարել Հայաստանում, դա ռազմական տարբերակն է։ Ինչի փորձը, որ ինչի զննումը հիմա իրենք փորձում են ինչ որ իրագործել Հայաստանում, նույն Սալավյովի կամ այդ Դուգինի հնչեցրած խոսքերով եւ միջայլոց ասեմ, միայն Սալավյովն ու Դուգինը չեն հնչեցրել, տարբեր ինչ որ նաեւ պաշտոնյաներ են, տարբեր ինչ որ թեզեր են հնչացրել այս վերջի տարիների ընթացքում, քանի տենց արտահայտություններ են լսվել, հա, տարբեր ինչ որ ացիաներում։ Այնպես որ դա նորություն չի, բայց այնուամենայնիվ, ել եմ ասում, մենք պետք է պատրաստ լինենք նույնիսկ ամենավատ սցենարի մեր երկրի ղեկավարության ուղղակի ֆունկցիաների մեջ է դա մտնում։ Եթե մենք պաշտպանված չլինենք նման գործողություններից, ապա իրենց լրիվ կատարած աշխատանքը ապարդյուն կանցնի։ Շնորհակալ եմ պարոն Առաքելյան հետաքրքիր վերլուծության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանն էր, տեսակապի միջոցով է իր հետ զրուցում, մեր հայրենակիցը բնակվում է Պրահայում։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը, կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։